Գելի հայրենակիցներ, երեք Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանը մեկնաբանելով Ստեփանակերտի մայր տաճարի քանդելը սկսեց ուղղակիորեն այնպիսի բաներ արտաբերել, որ նույնիսկ ադրբեջանցիների մտքով այդպիսի ստորություն չէր անցնում։ Օրինակ սա փորձեց համեմատություններ տեսնել Ստեփանակերտի ուրեմն մայր տաճարի եւ Արցվաշենի ենթադրյալ մզկիթի միջև, որը իբր թե ըստ Նիկոլի ենթադրենք թե ինքն էր ասում կառուցվել է 2016 թվականին։ Նշեմ, որ հարգելի հայրենակիցներ, Նիկոլի զառանցանքները ծայրից ծայր սուտ են։ Նախ Արցվաշենում բնակչություն չկա, Արցվաշենը գրեթե դատարկ է, այնտեղ ապրում է մի քանի ընտանիք, ովքեր զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Երկրորդը Արցվաշենում ոչ մի մզկիթ չկա, որ հայերը այդ մզկիթները քանդեն։ Երրորդը, ինչպես ինքն էր զառանցում, թե բա վաղը մյուս օր արցվաշենցիները եթե սեփականության վկայականը բերեն ու ասեն, որ այս մզկիթի տեղը մեր տունն է, մեր սեփականությունն եղել, ինչ ենք անելու, այդպիսի բան ի սկզբանե չկա, այսինքն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող թյուրիմացություն Թուրքի կոշիկ լիզողը փորձում է հարգելի հայրենակիցներ, գոյություն չունեցող մատի ծծած սուտ եւ կեղծ լուրերով արդարացնել ադրբեջանցիների իրական հանցագործությունը։ Նիկոլ Անհող Ստեփանակերտում վարարակնում հայերը ապրել են հազարամյակով։ Համոզված եմ, որ Ստեփանակերտի մայր տաճարը որևէ թուրքին պատկանող սեփականության վրա կառուցված չէր եւ ադրբեջանցիները ոչ թե ինչ որ մի թուրքի սեփականության տեղում կառուցված ուրեմն պատճառով են Ստեփանակերտի մայր տաճարը քանդել, այլ քանդել են այն պատճառով, որ իրենք ատում են եւ զզվում են հայ ժողովրդից եւ դրանով ցույց են տալիս նաեւ, որ բացարձակ նպատակ չունեն հայերի հետ հանգիստ ապրելու։ Ինչ վերաբերվում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին այդ տեղեկություններին, որը ակտիվորեն տարածվում է եւ ադրբեջանական, եւ ռուսական, եւ օտարերկրյա մամուլի ուրեմն կողմից, ապա նշեմ, որ Նիկոլի այն ծիծաղելի հայտարարությունը, թե իբր թե ինքը եւ ադրբեջանցիները այդ թեմայով չեն բանակցում, ուղղակի զավեշտալի է։ Հարգելի հայրենակիցներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողին ադրբեջանցիները բարի բուն եւ փոխաբերական իմաստով շանտեղ չեն դնում, որ դրա հետ ինչ որ մեկը բանակցի ու ինչ որ հարցեր քննարկի։ Ադրբեջանցիները, հարգելի հայրենակիցներ, ընդամենը հրամաններ են արձակում, որ այս թուրքից թուրքը հլուհնազանդ կատարում է։ Այնպես որ ադրբեջանցիներին պետք չէ բանակցել Նիկոլ Անհողի հետ։ Ադրբեջանցիները ընդամենը ուրեմն հրահանգ են իջեցնում եւ ուրեմն պարտադրում են Նիկոլ Անհողին կաշվից դուրս գալով է իրենց հրահանգները անել։ Եվ այո, հարգելի հայրենակիցներ, չկասկածեք, Նիկոլ Անհողի Աստված ոչանի վերընտրվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը լցվելու է 300-ից 400,000 թուրքերով, որը ադրբեջանցիները ուրեմն ներկայացնում են որպես վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան, որի ծրագիրը Ադրբեջանի կառավարությունը պետական, պաշտոնական մակարդակով իրականացնում է։ Չհավատակ կապիտուլյանտ Նիկոլի ստերին, մանիպուլյացիաներին եւ կեղծիքներին։ Կրկնում եմ, ինքը այդքան չկա, որ ադրբեջանցիները իր հետ բանակցեն։ Մինչև հիմա ինքը ոչ մի բանակցության արդյունքում ոչինչ չի արել։ Նրան պարտադրել են ու ինքը արել է։